Պատկերացրեք մի տեսարան, որոտանի կիրճն է, մայիսյան մի թարմ առավոտ ու օդը լցված է երկու ծիծեռնակի վեճով։ Շատ պարզ է թվում, չէ՞, բայց հայ մեծագույն բանաստեղծներից մեկի Համոս Սահյանի այս տեսարանը իր մեջ մի հոլոկրիր աշխարհ է պահում։ Դե ինչ, եկեք միասին փորձենք բացահայտել դրա գաղտնիքները։ Ու մենք չենք սկսում չոր փաստերից, այլ միանգամից սուզվում ենք բանաստեղծության մեջ։ Մի պահ ուղղակի լսեք, զգում եք։ Սա որոտանի կիրճն է գարնանը, ու կարծես թե օդում ինչ-որ լուրջ բանավեճ է հասունացել։ Այ հենց սա է ամբողջ բանաստեղծության սիրտը։ Մի պահ մտածեք, ինչը կարող է լինել այդքան բարդ, այդքան կարևոր, որ երկու փոքրիկ ծիծեռնակ դրա շուրջ վիճեն։ Սա այն առեղծվածն է, որը մենք այսօր կփորձենք բացահայտել։ Բայց, գիտեք, այդ վեճի էությունը հասկանալու համար մենակ ծիծեռնակներին նայելը քիչ է։ Պետք է հասկանանք այն մարդուն, ով լսել է այդ վեճը, ու իհարկե այն հողը, որը կերտել է հենց իրեն, բանաստեղծին։ Ամեն ինչ սկսվում է 1914 թվականին, Սյունիքի խիստ ու հզոր լեռներում, ու այս հողը ուղղակի նրա ծննդավայրը չէր, ոչ, այն դառնալու էր նրա պոեզիայի հոգին, նրա ձայնի ամենախորը ակունքը։ Ու լսեք, թե ինչպես է ինքը Սահյանը նկարագրում դա։ Նրա համար Սյունիքը պարզապես մի վայր չէր, այն մի ոսպնյակ էր, մի դիտակետ, որի միջով նա նայում էր ու տեսնում էր ողջ աշխարհն ու տիեզերքը։ Իդեպ աշխարհի նկատմամբ այսպիսի հայացքը անուն ունի՝ բնապաշտություն, ու սա հասկանալը ուղղակի վճռորոշ է Սահյանին ճանաչելու համար։ Նրա համար բնությունը, գիտեք, ուղղակի գեղեցիկ տեսարան չէր, այն կենդանի էր, սրբազան էր, աստվածային ճշմարտության մի աղբյուր։ Եվ նա միակը չէր, որ տեսնում էր դա։ Քննադատները նույնիսկ ասում էին, որ եթե անգամ Սահյանը ուրիշ ոչինչ չգրեր, միայն բնության մասին իր երգերը լիովին բավարար կլինեին նրան հայ գրականության մեծերի շարքին դասելու համար։ Միայն պատկերացրեք։ Դե ինչ, հիմա երբ արդեն մի քիչ ավելի լավ ենք ճանաչում բանաստեղծին ու նրա աշխարհայացքը, եկեք վերադառնանք մեր ծիծեռնակներին, տեսնենք, թե այս ամենն ինչպես է օգնելու մեզ լուծել նրանց վեճի գաղտնիքը։ Եվ ահա բանավեճի երկու կողմերը։ Առաջին ծիծեռնակը վստահ ասում է. «Մենք ենք բերել գարունը», իսկ երկրորդը հակադարձում է. «Ոչ, գարունն էր, որ մեզ բերեց այստեղ»։ Սա իրականում հսկայական հարց է, չէ՞։ Մենք ենք կերտում մեր աշխարհը, թե աշխարհն է կերտում մեզ։ Սահյանը, որ լսում է այս ամենը, ուզում է միջամտել, նա գիտի, թե որ կողմի հետ է, նա այդ երկրորդ ծիծեռնակի պարզ թվացող խոսքերի մեջ մի աննկարագրելի խորը փիլիսոփայական ճշմարտություն է տեսնում։ Ու հենց այստեղ է ամեն ինչ ավելի խորանում։ Սա, տեսնում եք, ուղղակի թռչունների ու գարնան մասին չէ։ Սա մի հիմնարար հարց է։ Ու սա բացահայտում է Սահյանի ողջ ստեղծագործության, նրա ամբողջ փիլիսոփայության հիմնաքարը։ Մենք ենք պատկանում հողին, հողը մեզ չի պատկանում։ Եվ հողին պատկանելու այս խորը, անսասան զգացումը հենց դա է Սահյանի հզոր հայրենասիրության իսկական աղբյուրը։ Նրա համար հնարավոր չէր առանձնացնել բնությունն ու հայրենիքը, դրանք մեկ էին։ Այնպես որ, երբ նա գրում է մի ժայռի մասին, նա իրականում գրում է Հայաստանի մասին։ Ու ամեն մի տողը դառնում է սիրո մի աներևակայելի հզոր ու հուզական խոստովանություն։ Կարծես թե Սահյանի համար հայի հոգին նկարագրելու ամենաճիշտ ձևը ոչ թե վերացական բառերն էին, այլ հենց քարը, ծաղիկը, կիրճը նկարագրելը։ Նա իր ժողովրդի ողջ պատմությունը, տոկունությունը, ողջ էությունը տեսնում էր հենց բնության մեջ, փորագրված լանդշաֆտի վրա։ Դե լավ, այդ դեպքում ո՞րն է գաղտնիքը։ Ինչն է, որ նրա պոեզիան դարձնում է այդքան անժամանակ ու սիրելի նույնիսկ այսօր։ Ո՞րն է, այսպես ասած, նրա գաղտնի բաղադրատոմսը։ Իրականում դա մի զարմանալի խառնուրդ է։ Մի կողմից խորը ժողովրդական արմատներ, մյուս կողմից մի լեզու, որը լրիվ ժամանակակից է հնչում։ Խորը փիլիսոփայություն, որը թաքնված է ամենապարզ բաների մեջ։ Բայց իսկական գաղտնիքը, կարծում եմ, թաքնված է մի գեղեցիկ հակասության մեջ։ Ու գիտեք, միայն ես չեմ այդպես մտածում։ Մեծն Հրանտ Մաթևոսյանը դա կատարյալ է ձևակերպել։ Նա ասում է, որ Սահյանը եւ գյուղացի էր, եւ մտավորական, եւ բնապաշտ, եւ հույժ արդիական, այդ բարդության մեջ է թաքնված նրա հանճարը։
Բայց գիտեք ո՞րն է ամենագեղեցիկ մասը։ Այս ամենից հետո, երբ բանաստեղծը կարծես գտել է ճիշտ պատասխանը, նա անում է մի զարմանալի բան, նա վերադառնում է հենց սկզբին։ Նա ավարտում է բանաստեղծությունը խոստովանելով, որ չգիտի, ընդունելով չիմանալու գեղեցկությունը։ Եվ թերևս հենց դա է Սահյանի ամենամեծ նվերը մեզ։ Մի մարտահրավեր, մի հիշեցում, որ պետք է ուշադիր լինենք, որ պետք է լսենք մեր շուրջը տեղի ունեցող աշխարհի փոքրիկ վեճերին, որովհետև երբեմն ամենամեծ ճշմարտությունները թաքնված են լինում ամենապարզ երգերի մեջ։